Վաղարշապատի թիմ ընտրություններին մասնակցող հաղթանակ դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանն իր հարցազրույցներում պարտադիր անդրադառնում է ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագրին եւ թիրախավորում կուսակցության քաղաքապետի թեկնածու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Խաչատրյանը չափազանց ծանր է տանում այն հանգամանքը, որ ԿՊ-ի քարոզարշավին մասնակցում են Արմավիրի մարզպետը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, պատգամավորներ, որոնք նկատենք ԿՊ անդամ են եւ քարոզարշավին մասնակցելով աջակցություն են հայտնում իրենց գործընկերոջը։ Իրենք ինչ են անում։ Գալիս են մի քանի նախարար, այսօրվա ժամանակապահով պաշտոնակարի ձեռքը բռնած էջմիածնով սենց ման են տալիս, տանում են քարոզարշավից այս կողմ, քարոզարշավի այն մի թաղամաս, իրանք իրենց ծափահարում են եւ այդքանով ավարտում վերադառնում։ Խաչատրյանի այս խանդի պատճառը գուցե այն է, որ իրեն առաջադրած քաղաքական ուժերը, մասնավորապես ՀՅԴ-ն ու քաղաքական իր պատրոնները չեն մասնակցում քարոզարշավին, ապահովելով իրենց բաժին ծափերը։ Իր ձեռքից բռնացման չեն ածում Վաղարշապատի փողոցներում, խուսափում են իրենց աջակցությունը հայտնել, գերադասելով քարոզարշավին հետևել փարդի հետևից։ Ասենք ՀՅԴ-ական ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն օրերս ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հիացմունքով էր արտահայտվում իրենց թեկնածուի մասին ու մինչև հոգու խորքը խոցվեց, երբ արտաբերեցինք իր ընկերոջ մականունը։ Նույն խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը, որը շեշտենք լայքում է Խաչատրյանի Facebook-յան էջում զետեղվող քարոզչական նյութերը, այսպիսով մատնելով Վաղարշապատի ընտրություններում առաջադրված իր ֆավորիտին։ Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ Լևոն Քոչարյանն ու Սևակ Խաչատրյանը ընկերներ են, դե իսկ առաջ Աչակենտրոն կուսակցության հիմնադիր անդամներից են նաև քոչարյանական հայտնի ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը, Լևոն Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, այս կուսակցության գործադիր մարմնի ղեկավարն ինքը նախկին ՀՀԿ-ական ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Սևակ Խաչատրյանն է։ Civic-ը երեք մասնակցում էր Խաչատրյանի քարոզարշավին ու հաղթանակի թեկնածուին հարցրեց. Ինչն է պատճառը, որ իրեն մենակ են թողել քարոզարշավի ժամանակ։ Բայց ինչի պետք է իրենց տեսնեք մեր Վաղարշապատի քարոզարշավին։ Իսկ ինչու պետք է չտեսնենք։ Մենք ինքներս քարոզարշավը մեր թիմով վաղարշապատցիներով շատ բարձր մակարդակով իրականացնում ենք, իսկ իշխանական նախարարներին, իշխանական պատգամավորներին, որ տեսնում եք դրանից վաղարշապատցու մոտ ինչ է փոխվում։ Չէ, որպես աջակցելու եկած գործընկերներ նկատում։ Սա մեր համայնքի ընտրություններն են, մենք վաղարշապատցիներով հիանալի իրականացնում ենք քարոզարշավը, վաղարշապատցիներով շփվում ենք վաղարշապատցիների հետ։ Մեր որ ընկերները մեր ընկերները երբ գործընկերները կամենան, թող մասնակցեն, իրենք են որոշում, մենք նման հարց չենք քննարկել, մենք չենք ուզում մարդիկ գան, մասնակցեն, ոչ թե չենք ուզում, այլ նպատակը չենք գտնում։ Եթե իրենք գտնեն գործընկերները, կարող են մասնակցել։ Կուզեն թող գան, չեն ուզի, թող չգան։ Այստեղ ոչ մի ինչ-որ արտառոց բան ես չեմ տեսնում անկեղծ ասած։ Արդյոք մտավախություն չկա, որ իրենք ձեր կողքին լինելով կարող է ազդել ձեր քաղաքական ռեյտինգի վրա։ Բացարձակ նման մտավախություն։ Հանրության մեջ նրանք երբեք բացարձակ չկա։ Ախր մենք շատ པարզ ասում ենք, հստակ ունենք դաշինք, հայտարարում ենք, որ կուսակցություններ են դաշինքի անդամ եւ մասնակցել ենք այս ընտրություններին քարոզարշավ ենք իրական։ Չմտավախության մասին է խոսքը։ Առաջ Աչակենտրոնի քաղաքական հովանավորը ով է, երկրորդ նախագահը։ Ոչ։ Առաջ Աչակենտրոն կուսակցությունը ստեղծել ենք մենք գաղափարակից ընկերներով, ես կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահն եմ, այսքանը կարող եմ ասել։ Քաղաքական հովանավորներ չունեք։ Ոչ։ Հանրության մեջ խոսք կա, որ երկրորդ նախագահն է ձեր հովանավորը, որովհետև նման բան չկա, ես հայտարարել եմ, որ ես ինքս երկրորդ նախագահի քաղաքական թիմի անդամ եմ, ինչ այստեղ գաղտնիք կա, ինչն եք ուզում նորից լսեք։ Բազմաթիվ բոլոր հարցազրույցների ժամանակ ես դա հայտարարել եմ եւ հստակ ասել եմ։ Իդեպ իշխանության ուղղված մեղադրանքներից է նաև այն, թե իբր հաղթանակի թեկնածուին աջակցելու, նրա հարազատն ու բարեկամը լինելու հանգամանքի բերումով, նրա մերձավոր շրջապատի շատ անդամներ թիրախավորվում են եւ հարձակման են ենթարկվում իշխանությունների կողմից։ Խաչատրյանից փորձեցինք պարզել, ինչպես է տեղի ունենում իր ասած հարձակումը։ Ինչին ի պատասխան նա յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք տվեց։ Ինչպես այդ հարձակումը տեղի ունենում, պարոն Խաչատրյան։ Հարկայինի միջուց չգիտեք ոնց է լինում։ Ես գիտեմ օրինակ նախկին իշխանության օրոք ինչպես էր տեղի ունենում հարձակումը։ Հիմա Քոչարյանի հիմա բազմապատկեք 10-ով։ Այդ ինչ գիտեք։ Արդեն ընդունում եք, որ այդ Լսեք, դուք ինչ լսել եք այդ ժամանակ։ Բազմապատկեք 10-ով։
Սևակ Խաչատրյանի քարոզարշավին մեր մասնակցությունից հետո հավանաբար Լևոն Քոչարյանը որոշել է դուրս գալ փարդի ետևից եւ այցելել Հաղթանակ դաշինքի նախընտրական շտաբ։ Վաղարշապատից մեզ ուղարկված բացառիկ կադրերից երևում է, թե ինչպես է Լևոն Քոչարյանն իր օգնականի ուղեկցությամբ դուրս գալիս Սևակ Խաչատրյանի նախընտրական շտաբից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։